Բարև ձեզ, Factor TV հյուրը Անի կենտրոնի հիմնադիր, լրագրող եւ հետազոտող Թաթուլ Հակոբյանն է։ Ողջույն Թաթուլ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ Factor TV գալու համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակային դաշտում բանավիճում են եւ այստեղ թեժացում նկատվեց հատկապես այն բանից հետո, երբ որ իշարս այլ մեղադրանքների Տեր-Պետրոսյանը Փաշինյանին մեղադրեց նաեւ Ադրբեջանի պատերազմ հայտարարելու մեջ Արցախը Հայաստանը եւ վերջ կարգախոսը հնչեցնելով ես ուղիղ մեջ բերեցի Փաշինյանն էլ իհարկե իր ոճը այդպիսին է հետ չմնալ մեղադրանքներին պատասխանելուց հարց տվեց այդ պարագայում եթե ես էի պատերազմ հրահարել ինչու եք Ալմաթայի հռչակագիրը հիմք ընդունելով Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ճանաչելով Հայաստանից դուրս զորքեր ուղարկում նկատի ուներ Արցախ կամ 7 շրջաններ, հա։ Այդ ձեր կարծիքով ինչի մասին է այս բանավեճը։ Ինչը սա։ Ինչպես եք դուք տեսնում այս իրավիճակը։ Ես նախ տեսնում եմ սա շատ անցանկալի բանավեճ, որովհետև սա մի բանավեճ է, որը կամ պիտի լիներ ժամանակին, կամ հիմա դրա իմաստը չեմ տեսնում եւ այս բանավեճից Ես շատ հեռու եմ այն պնդումներից եւ երբեք չեմ սիրել, երբ որ ասում են Ադրբեջանի ջրաղացին ջուր է լցնում կամ թուրքը տեսնում կամ ուրախանում է, բայց կարծում եմ, որ դա այս բանավեճը բացարձակապես տեղին չէ, ես չեմ ուզում մեղադրել մեկին կամ մյուսին կամ պաշտպանել մեկին կամ մյուսին։ Իհարկե Ադրբեջանն է հարձակվել, ինչի մասին է խոսքը, այսինքն դրա մասին չի կարող լինել երկու կարծիք։ Ադրբեջանն է այդ պատերազմը հայտարարել եւ Ադրբեջանն է հարձակվել։ Ուղղակի գույները խտացրել է առաջին նախագահը, ասելով, որ դե որ չես գնացել կարգավորման, ուրեմն ոնց որ դու ես այդ բանը արել։ Եթե այս տրամաբանությամբ շարժվենք, ուրեմն Նիկոլ Փաշինյանից առաջ պատերազմ են Ադրբեջանին հրահրել բոլոր այն մարդիկ, ովքեր ասել են Արցախի հարցը լուծված է։ Որտեվ դա էլ է պատերազմ հրահրելու մի եղանակ, հասկանում եք։ Էլ բանակցելու բան չէ։ Էլ բանակցելու բան չես թողնում։ Դրա համար նաև ես չեմ ուզում շատ սրա վրա կանգ առնենք։ Ամեն մեկը իր խնդիրն է լուծում։ Նիկոլ Փաշինյանը իմ կարծիքով, գիտեք, ես իրադարձություններին նայում եմ ոչ միայն քաղաքական տեսանկյունից, այլ նաև ես այս բանավեճին նայում եմ 100 տարի առաջվա աչքերով։ Ասենք ինչու են այս տեքստերը ասում։ Ես կարծում եմ Հա, չէ, ոչ թե հետ եմ հիմա նայում, առաջվա, այսինքն ոչ թե 1920-ի, այլ արդեն 2120-ի, որովհետև իմ տպավորությամբ առաջին նախագահը ավելի շատ պատմության համար է խոսում, պատմության մեջ իր դերն է դնում, եւ ի վերջո պետք է հասկանանք, որ նա ըստ էության նա քաղաքականությունից հեռացել է։ Ճիշտ է, նա մնում է քաղաքականության մեջ, որովհետև նրա քաղաքականությունից հեռանալուց հետո այն թիմը, որ նրա հետ ասոցացվում է, շատ մեծ վարկանիշ հավանաբար հեղինակություն հավանաբար չի ունենալու, հա, իսկ Նիկոլ Փաշինյանը մի այլ բան է անում, Նիկոլ Փաշինյանն էլ բոլոր հնարավոր միջոցներով փորձում է ցույց տալ, որ այս պարտության մեղքը միայն իր վրա դնելը արդար չի։ Ես այդպես եմ կարդում իրանց տեքստերը։ Ես մեղավոր եմ, բայց ունեմ մեղսակիցներ։ Հա, իհարկե։ Ես մենակ ես չեմ մեղավոր։ Գիտեք, բանի մեջ, պատմության մեջ մի շատ կարևոր բան կա։ Այս մասին պատմաբաններն են շատ սիրում խոսել։ Օրինակ, դուք ինչ եք մտածում, երբ որ 1045 թվականին Անի վերջին թագավորը կամ վերջին կառավարիչը, որ Անի բալանիները տալիս էր հակառակորդին, թշնամուն էր տալիս, այդ բանալիները, որ տալիս էր թշնամուն։ Մենակ ինքն էր մեղավոր, իսկ կարող է այնպես է եղել, որ ինքը այդ բանալիներ հանձնողի նախորդները այնպիսի քաղաքականություն են վարել, որ այս մարդը ստիպված է եղել հանձնել։ Հիմա սրանով ես չեմ ուզում Նիկոլ Փաշինյանին ինչ-որ մեղմացնել, այն ինչ որ տեղի ունեցել նրա կառավարման այս 7 տարիներ բոլորովին էլ ոչ։ Չէ, ուզում եք ասել, որ ռեսուրսների պատերազմ է եղել ըստ էության։ Ուզում եմ ասել, որ եթե նայեք, հետո ես չեմ կարող ասել, որ մի հատ մեղավոր կա ու վերջ, որովհետև ես չեմ ուզում, ոչ թե չեմ ուզում, ես կարծում եմ, որ ես այդքան պրիմիտիվ մարդ չեմ, որ այդպիսի գնահատական տամ ու էջը փակեմ, էլի։ Այդպես չի լինում։ Ասենք դու ոնց կարող ես
ֆուտբոլային թիմի մեջ մի հատ ասես ինքն է մեղավոր ու վերջ։ Երբ որ թիմը պարտվում է, իհարկե կա գլխավոր մեղավոր, դա գլխավոր մարզիչն է, կարող է թիմի, չգիտեմ, տնօրենն է կամ կարող է հիմնադիրն է, որը բավարար կամ դարպասապահն է, բայց մենակ ինքը չի, էլի, հասկանում եք։ Սա եմ ուզում ընդհանրապես ասեմ։ Ես ամենևին անկեղծ ասեմ, ձեզ հետ զրույցի պատրաստվելիս հեչ ցանկություն չունեի գնալ էլի 25 տարի առաջ ով ինչ ասեց եւ այլն, հատկապես երբ այսօր շատ կարևոր թեմաներ կան, բայց լավ, այս մի հարցը տամ 25 կամ մի քիչ ավելի տարիների մասին, տեսեք, այսպիսի բան կա, հա, որ 97-98-ին տեղի ունեցավ պետական հեղաշրջում, Տեր-Պետրոսյանը հեռացվեց իշխանությունից եւ չկարողացավ իր խաղաղության ծրագիրը առաջ մղել։ Բայց երբ որ առաջին նախագահին հարցում են ինչու դուք հեռացաք, չդիմադրեցիք, չչեզոքացրիք կամ ձեզ շրջապատեցիք այնպիսի անձանցով, ովքեր դեմ էին լինելու ձեր ծրագրին եւ կոպիտ ասած չմաքրեցիք ձեր շրջապատը եւ ավելի լոյալ անձանց չբերեցիք ուժային կառույցներ եւ այլն, ավելի Ռոբերտ Քոչարյանին բերեցիք եւ այլն, ասում է քաղաքացիական պատերազմ կլիներ։ Սա լսում են Փաշինյանականները եւ ասում են, եթե այն ժամանակ 97-98-ին Աղդամը դեռ մեր հայրենիքը չէր համարում ազգի մեծ մասը, մի քանի հոգի միգուցե համարում էին, իսկ 18-25 թվականներին համարում էր ամբողջ ազգը Աղդամը իր հայրենիքը, սրանով ցույց տալով, որ եթե նույնիսկ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Տեր-Պետրոսյանը քաղաքականապես աջակցեն Փաշինյանին այդ պլանը իրագործելու, ասենք 19-ի պլանը իրագործելու, բաժողովուրդը շատերը, ասես ասենք, անտեսում են ժողովրդի գործոնը, հա, մարդիկ, ովքեր հավատացած են, որ ամենահզոր բանակն ունենք, Տավուշյան մարտերում մենք հաղթել ենք եւ ազգային հերոս ունենք եւ այլն, այսինքն անհնարինության շեմը Փաշինյանի ժամանակ ավելի անցած էր եւ քաղաքացիական պատերազմը ուղղակի պատրաստ էր։ Սրանք ինքնաարդարացման փորձեր են երկու կողմից էլ, նախկին եւ ներկա ղեկավարների, թե այստեղ ամեն երկուսի արգումենտն էլ ճիշտ է, ինչ կարելի ասել։ Բանա, ես այդ հարցը տվել եմ ճիշտ ասած առաջին նախագահին եւ ինքը ավելի կարճ է պատասխանել, ասեց բառացի եմ ասում, որովհետեւ շատ լավ եմ հիշում, շատ է տպավորվել, բան հանդիպման ժամանակ, այսինքն դեմ առ դեմ, հա, իրենց տանը հանդիպման, ասեց ինչ ես ասում, արյուն կթափվեր։ Բառացի ինձ դա է ասելա, ու դա ասելա մի քանի տարի առաջ, շատ մեր այս աղետալի պարտությունից հետո է ասել։ Ես կարծում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի միակ նախագահն էր, որ պատրաստ էր գնալ փոխզիջումների, հավատում էր դրան եւ ամեն ինչ արեց, որպեսզի խաղաղություն լինի, բայց չեմ համարում, որ միայն այդ հեղաշրջումը, այդ ռազմապետական հեղաշրջումը, որի մասին հիմա շատ է խոսվում, դա հենց այնպես չեղավ, դրա հետ կապված երկու կարևոր իրադարձություն կա, որի մասին շատ չի գրվել ու չի գրվում, երկու բան, որ պետք է հասկանալ։ Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ միայն ինչ որ չափով մենակ մնաց թիմի ներսում, ճիշտ է նրա կողքը թիմի կեսը մնաց, այլ նաև միջազգային հարթակում։ Այս սրա մասին քիչ է խոսվում, որովհետև այնպիսի դժվարին լուծելի հակամարտություն, ինչպես Արցախյանն էր, պետք է ունենար շատ հզոր, հովանավոր, ինչպես հիմա բոլորը Թրամփի անունն են, չէ՞ տալիս։ Այն ժամանակ այդ անունը Ելցին էր, Ռուսաստան էր։ Եվ ես վստահեցնում եմ ձեզ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը իր հրաժարականից առաջ շատ էր ուզում, որպեսզի Մոսկվայից ստանա երաշխիքներ, որ իր պլանին ինքը աջակցություն է ստանալու։ Այդ երաշխիքները չստացավ, որտեղ Մոսկվան այդ ժամանակ չէր ուզում կարգավորում։ Մոսկվան այդ ժամանակ ուզում էր իրավիճակի ստատուս քվոյի պահպանություն։ Մոսկվան ստատուս քվոյի փոփոխություն ուզեցավ միայն 2014 թվականին, երբ որ շրջանառության մեջ դրվեց այսպես կոչված Լավրովյան պլանը։ Այսինքն մենակ ասել, որ միայն այս, ասենք ինչ որ մի 4 հոգով որոշեցին, ասենք Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Բաբայանը եւ Վազգեն Սարգսյանը որոշեցին, որ պետք է գնան եւ հեղաշրջում իրականացնեն։ Ես կարծում եմ դա այդպես չի, այսինքն կար նաեւ արտաքին կարևոր բանը։ Մյուս կարևոր խաղացող այս տարածաշրջանում Միացյալ Նահանգները շատ խիստ գնահատականներ էր տվել 96 թվականի
մեղմ ասենք, աղմկահարույց ընտրություններին, գիտեք, որ այդ ընտրությունները աղմկահարույց էին, առնվազն աղմկահարույց, որովհետև ընդդիմությունը կասկածի տակ էր դրել եւ մենք գիտենք, որ ընդդիմության առաջնորդը ստացել էր մեր պատմության մեջ հնարավոր առավելագույն քվեն նախագահական ընտրությունների պատմության մեջ 41%, որևէ մեկը դրանից հետո այդպիսի տոկոսներ չէր եւ առնվազն երկրորդ փուլի մասին խոսակցություն հավանաբար պիտի լիներ երկրորդ փուլ, այսպես ասենք։ Ես չեմ պնդում, որ Վազգեն Մանուկյանը հաղթել է, ես չեմ կարող դա պնդել, բայց հավանաբար երկրորդ փուլ պիտի լիներ եւ Տեր-Պետրոսյանը արժանացել էր Միացյալ Նահանգների բավականին խիստ քննադատությանը եւ գիտեք, ինչքանով որ ես կարողացել եմ նայել, կարդալ, Տեր-Պետրոսյանը չներեց ամերիկացիներին եւ այդ ընտրություններից հետո Միացյալ Նահանգների դեսպանին նա այդպես երբեք այդպես էլ չընդունեց։ Այսինքն, երբ որ մի այսպիսի ծանր կոնֆլիկտ, երբ որ եւ Մոսկվայում չեն ուզում ոնց որ, իսկ ամերիկացիներն էլ ոնց որ այդքան բան չեն ներգրավված չեն, դժվար էր լուծում լինել։ Կնեք, Փաշինյանի թիմը ասում է մեր արգումենտներն ավելի շատ են։ Ոչ միայն Սամվել Բաբայան կամ Ռոբերտ Քոչարյան կամ Սերժ Սարգսյան այն ժամանակվա, այսպես ասենք, ռազմաքաղաքական էլիտան, այլև մեր գլխավոր շտաբը։ Հա, այսինքն մենք չունենք իրավիճակ, երբ որ այսպես մատերի վրա կարելի է խաղացնել հաղթած եւ առաջիկա պատերազմում հաղթելու մեջ համոզված բանակի գեներալներ եւ ասել 5 շրջաններից դուրս եկեք։ Տավուշում տեսանք, չէ, 4 գյուղի թեմա կար եւ 30,000 ամենակիչը մարդ հրապարակում հավաքվեց։ 5 տարածք տալ։ Սա այսպես ես խտացնում եմ Փաշինյանի Չէ, դա վերաբերում է բոլոր ժամանակներին։ Դա վերաբերում է նաև Սերժ Սարգսյանի ժամանակին եւ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, որովհետեւ այո, անհնարինության այո, մենք ստեղծել ենք, այսինքն մենք վարել ենք ոչ իրատես քաղաքականություն, որը հիմնված էր ոչ թե հաշվարկների, այլ երազանքների եւ ցանկությունների վրա, եւ ստեղծել ենք մի իրավիճակ, որ որևէ մեկը չէր կարողանում նույնիսկ բանական փոխզիջումների մասին խոսել։ Սա իհարկե սրա մասին կհանձնենք հողի։ Հա, սրա մասին բան չի, բայց նաեւ պետք է ընդունել, որ այդ ասողների մեջ էին նաեւ հենց Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը եւ դրա գագաթնակետը հենց Արցախ, Հայաստանի եւ վերջ այդ հայտարարությունն էր, կամ երբ որ ասենք տարբեր ԿՊԱ-ականներ գնում էին եւ աղդամում նուրն էին սենց այսպես բանանում եւ շատ մեծ լայն հայացքներով ժպտում էին, հասկանում եք։ Հա, այս ամեն ինչը ազդել էր, բայց կներեք, դուք պետություն եք ղեկավարում, թե դուք բան եք, ֆիդայապետեր եք։ Դուք պետություն եք ղեկավարում եւ դուք պետք է իմանաք։ Եվ ինչ է նշանակում գլխավոր շտաբը ճիշտ չէր բանանում։ Ոնց կարող է այդպիսի բան լինել։ Դուք երկրի ղեկավար եք, թե ղեկավար չեք։ Դա մեղմացուցիչ հանգամանք չի։ Եվ ես անկեղծ ես լսել եմ երեկվա թե որ օրվա հարցազրույցն էր Անդրանիկ Քոչարյանի հետ։ Երեք էր, այո։ Եվ այդ հարցազրույցում, գիտեք, ամեն ինչ արվելու է, ես բացարձակապես չեմ ուզում նսեմացնել այդ աշխատանքը, որ իրանք արել են, որովհետև ես էլի հետազոտող եմ որպես դրան նայում։ Ես ինքս հիմա ուսումնասիրում եմ օրինակ ասենք 20-ական, 10-ական, 20-ական թվականները նախորդ դարի եւ նույնիսկ այն տեքստերը, որոնք իշխող ուժի ներկայացուցիչներն են գրել եւ դրանք պրո դաշնակցական են, էլի հետազոտողները հասկանում են ինֆորմացիա դուրս բերում ես եւ հիմա էլ այս զեկույցը պարզ է որ գրվում է այն նպատակով, որպեսզի ցույց տան, թե ինչքան վատն էր ընդդիմությունը, ոնց են բանակը կերել, եւ դե մենք ինչ անեինք, մենք ստիպված պարտվել էինք, բայց էլի այդ բանով է հիմնական փիլիսոփայությունը դա է լինելու, բայց նույնիսկ այդ պարագայում կարեւոր է այդ աշխատանքը, որ իրենք անում են։ Շատ լավ, մենք իհարկե կհետևենք, արդյոք այդ աշխատանքը հանրության սեփականությունը կդառնա, որովհետեւ երբ որ հարցադրումներ կան եւ դրանց փաստերի վրա հիմնված պատասխաններ չեն հնչում, դավադրապաշտական տեսություններն են ի հայտ գալիս եւ ցավոք մեր հանրության մի զգալի մասը զոհ է դառնում։ Ընդդիմությունն ունի դավադրապաշտական տեսություն, իշխանությունը իր։ Երբեք էլ Հայաստանի ժողովուրդը հիմա 10 կամ 100 տարի հետո չի հաշտվելու, որ մի կարծիք լինի միայն թե ինչու մենք պարտվեցինք։ Ճիշտ այնպես ինչպես մեր նախորդ բոլոր պարտությունների դեպքում, սկսած Վարդանանց պատերազմից
հերոսներ ու հակահերոսներ, հայրենասերներ ու դավաճանների փնտրտուք շարունակվում է եւ հիմա էլ է այդպես լինելու, բայց կարծում եմ լավ հետազոտողները ժամանակի ընթացքում ավելի լավ կարող են պատկերը վերականգնել, թե ինչ է իրականում տեղի ունեցել, մանավանդ երբ որ չլինեն այս աղետի բոլոր պատասխանատուները, երբ որ բոլոր պատասխանատուները հիմա հանրային դաշտում դեռ կան, իսկ դրանք բոլորը կան, այդ պայմաններում շատ դժվար է օբյեկտիվ ներկայացնել, հասկանում եք, որտեղ դրանք այդ մարդիկ ապրում են, կան քո կողքին, բայց տարիներ անց եւ այդ իմաստով ես շատ կարեւորում եմ եւ այդ հանձնաժողովի զեկույցը, որը կհրապարակվի, վստահ եմ մի օր կհրապարակվի, եւ բոլոր այն ֆիլմերը, այն աշխատությունները, որոնք գրվում են 44-օրյա պատերազմի մասին։ Ես դրանք բոլորը մեկ-մեկ պահում եմ, մեկ-մեկ կարդում եմ, ուսումնասիրում եմ, չկա մեկը, որ ինչ որ մեկի բանը չպահի, օրակարգը չսպասարկի։ Ես չեմ ասում նրանք գնացել են ու ինչ որ մեկից դրամ են վերցրել, այդ օրակարգը սպասարկում են, դա չեմ ասում։ Հարում են եւ ակնհայտ զգացվում է, թե ով ինչ փորացավով է այս աշխատությունը գրել, բայց անգամ այդ դեպքում այդ աշխատությունները, այդ գրքերը, այդ զեկույցները, որտեղ դրանցից մի քանիսին էլ ես եմ մասնակցել, առնվազն 2-ին, որպես հետազոտող, հա, այսինքն այդ քննադատությունը նաև ինձ է վերաբերում, այնուամենայնիվ դրանք շատ կարևոր են, շատ կարևոր փաստական նյութ են այն մարդու համար, ով ծնվելու է հետո չի իմանալու, թե իրականում ինչ է եղել, բայց կարողանալու է այդ ամեն ինչը ուսումնասիրելով ավելի ճիշտ պատկեր ներկայացնել։ Շատ լավ, ինչ է լինելու սրանից հետո։ Միևնույն մեր հանրության մի զգալի մասը իրեն այս հարցն է տալիս եւ քաղաքական գործիչների հայտարարություններում կամ այս բանավեճերում, որ առաջին հարցով սկսեցինք, փնտրում է այդ հարցի պատասխանը։ Լավ, աղետը տեղի ունեցավ, միգուցե տասնամյակներ անց էլ չգտնել մեղավորին, հա, կամ գա այնպիսի իշխանություն, որը բոլորին հավատ կներշնչի եւ նրա վարկածն կընդունեն։ Փաշինյանը կարծես ասում է բաներ, որոնք, ասենք 2-3 տարի առաջ սառը ցնցուղի պես կընդունվեին մեր հանրության մեջ։ Հիմա դուք հակասում եք, կներեք, դուք հիմա պատասխանում եք այն ձեր հարցին, բա որ 5 շրջաններ տանք ինչ կլիներ, հա, չէ՞։ Միգուցե, այո, դե ես Արցախը Հայաստան է եւ վերջ, ասողը ասում է Արցախը Ադրբեջան է եւ վերջ։ Եվ մենք չենք տեսնում փողոցում մարդիկ։ Այդ դա էլ է հետաքրքիր ֆենոմեն, ինչու, որովհետեւ մարդիկ, այսպես ասենք, գիտելիք են ձեռք բերել եւ հասկանում են, որ այս ռեսուրսներով, այս դաշնակիցների գոյությամբ կամ չգոյությամբ օդից իջել են գետին։ Հա, այդ դա է, փաստորեն սարսափելի աղետներ, իհարկե, սարսափելի աղետներ եւ նույնիսկ նրանք, ովքեր ասում են ոսկեպարով Արցախ, չէ՞, իրանց տներում նույնիսկ այդ մարդիկ են օդից իջել ներքև։ Ուղղակի նրանք դեռևս հավատում են, որ Արցախյան հարցը օգտագործելով հնարավոր է 2 քվե ավել բերել, չգիտակցելով, որ դա այլևս քվե չի բերում, բայց անգամ այդ մարդիկ են արդեն երկնքից իջել եւ ապրում են գետնի վրա, չուզեց ասել իրական Հայաստանում։ Շատ լավ, հիմա մենք հարկադրված ենք որպես պետություն, հասարակություն, միգուցե նաեւ լրագրողներ, խոսել են մարդկանց հետ եւ ապագայի մասին ինչ որ բանաձև փնտրել, գտնել ԱՄՆ-ի օգնությամբ կամ չգիտեմ, երկում, որոնց 3 սպանում էինք, ովքեր մեզ սպանում են, ովքեր մեզ բռնի տեղահանեցին, տիրացան մեր տներին, մեր գույքին, մեր հայրենակիցները Արցախի, հա, ում էլ մենք ենք տարբեր դրվագներով ցավ պատճառել, միշտ մեդալը 2 կողմ ունի, երբ որ մի կողմից ենք նայում, պատկերը այդքան էլ օբյեկտիվ չի։ Իհարկե, բայց որևէ կողմի այսպես համար հեշտ չի տրվում, նաև այն կողմից ցավերը պատճառներից մեկն էլ հենց դա էր, երբ որ մենք միայն մեր պատուհանից էինք նայում։ Պատճառներից մեկն էլ հենց դա է։ Հիմա մենք այդ պետության հետ պետք է լեզու գտնենք ապրելու, որ եկեք մի կոտորեք մեզ, եկեք մենք այնպես անենք, որ ռևանշի եւ վրեժի, այսպես տրամադրությունը չբորբոքվի, չկուտակվի այդ լիցքը, եկեք գործակցենք ապաշրջափակման հարցով, տնտեսական հարաբերություններ ձևակերպենք, ապրենք խաղաղ։ Սա հնարավոր է արդյոք թե ոչ։ Հնարավոր է իհարկե, որովհետև անհնարին ոչինչ չկա։ Եթե ես ասեմ հնարավոր չի, դուք կարող եք բերել բազմաթիվ օրինակներ, սկսած այսօրվա Եվրոպայից, երբ որ մարդիկ 100 տարի իրար կոտորել են, բայց հիմա այլ սահմաններ չունեն եւ որևէ պահանջներ չունեն։
նման բան ես չեմ կարող ասել։ Գիտեք, բայց նաև ես չեմ ուզում համակերպվել ինչ որտեղ այն մտայնության հետ, որ վերջ խաղաղություն է եկել։ Հասկանում եք։ Հիմա մարդիկ գիտեք ինչ կա։ Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակում են մնալ Հայաստանի գլխավոր հակառակորդները։ Լրագրող լինելը ինձ թույլ չի տալիս այդպես ավելի բառեր օգտագործել, ինչպես թշնամին է, բայց կարող ենք հանգիստ այդ բառն էլ ասել, հա։ Այդ այնքան շուտ մոռացան դա։ Մարդկանց թվում է, որ վերջ, ամեն ինչ արդեն խաղաղություն է եկել, բայց դա իշխանության մեսիջն է, որ վերջ եկավ խաղաղությունը։ Այո, իշխանության մեսիջն է։ Վարչապետն ասում էր, մենք նոր մանուկ ունենք, նորածին։ Նրա անունը խաղաղություն է, այո, եւ պետք է։ Ժամանակը ցույց կտա։ Այդ մանուկը 9 ամսեկան է ծնվել, թե 7 ամսեկան է ծնվել։ Միայն ժամանակը ցույց կտա։ Սրանով իհարկե ես չեմ ուզում որևէ ձևով արժեզրկեմ ոչ Վաշինգտոնյան պայմանավորվածությունները եւ ոչ էլ քննադատեմ այն ինչ որ այսօրվա իշխանությունները ստիպված անում է։ Իհարկե ստիպված է անում, որովհետեւ գիտեք ինչ կա, ես չեմ ուզում շարունակ մնալ ոչ մի թիզականների այդ տրամաբանության մեջ։ Երբ որ ասում ենք ոչ մի թիզականներ, միշտ մտածում ենք դրանք այն մարդիկ են, ովքեր Բաքվում թեյ էին խմում, բայց ոչ մի թիզականություններ ոչ միայն Բաքվում թեյ խմելը, այլ ոչ մի թիզականություն է այն, երբ որ դու պատերազմում պարտվում ես ու ելի շարունակում ես Արցախի անկախությունը առաջ տանել։ Ոչ մի թիզականություն է այն, երբ որ դու Շուշին կորցնելուց հետո Շուշիի դեօկուպացիայի մասին ես խոսում։ Ոչ մի թիզականություն է, երբ որ տեղի ունենում Արցախի արհավիրքը, այսինքն տեղահանությունը, եւ դու խոսում ես վերադարձի իրավունքի մասին։ Ես չեմ ասում էլի, որ չպետք է այդ մասին խոսել, բայց բոլոր իրավիճակներում ցավալիորեն, նույնիսկ մենք ունենք բարձրաստիճան դիվանագետներ, որոնք շարունակում են բացարձակապես չգիտակցել կամ ուղղակի մաս են կազմում ինդուստրիային, այս ինդուստրիային եւ այդ հայրենասիրական այդ տեքստերով փորձում են, չգիտեմ, ինչ որ անձնական կամ ինչ որ շահեր են հետապնդում։ Վերադառնալով հիմա մեր այս խոսակցությանը, Նիկոլ Փաշինյանը անում է քայլեր, որ կյանքում ամենավատ երազում չէր ցանկանա անել։ Ինքն էլ է հիմա այդ օթերից իջել եւ ճիշտ իր դեպքում ասեմ էլի, իրական Հայաստան է իջել, գետնի վրա է իջել եւ ինքը հասկանում է, որ եւս մեկ պատերազմ եւ ավելի վատ վիճակի մեջ են գտնելու, հասկանում եք, եւ ինքը այլ հնարավորություն չունի եւ դրա համար է օգտագործում Ադրբեջանի եւ Թուրքիայի մասին մի բառապաշար, որը իրոք 5 տարի առաջ դա նույնիսկ մենք չէինք կարողանա երազումներ պատկերացնել։ Իհարկե, բայց հիմա հանգիստ խոսում են Արարատի ու Արագացի, չգիտեմ, Արևելյան Հայաստան, Արևմտյան Հայաստան, որ վերջ Արցախը Ադրբեջանինն է եղել։ Որ դա Արևմտյան Հայաստան չի, դա Արևելյան Թուրքիա է։ Այո։ Ուզում եմ ասել, որ լավ կյանքից չի, որ Նիկոլ Փաշինյանը այս բառապաշարը օգտագործում է, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է մոռանանք, որ Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են Հայաստանի հանդեպ շարունակում են իրենց թշնամական քաղաքականությունը։ Ես չեմ ուզում ասել, որ ոչինչ չի փոխվել, իհարկե բան է փոխվել։ Այն որ ՔԼՉ գնում է Մարգարեի, գալիս է Մարգարեի կամուրջ ու Ռուբինյանը գնում է այնտեղ իրան դիմավորում է, բերում Երևան, այն որ Նիկոլ Փաշինյանը այցով գնում է եւ Էրդողանի հյուրընկալությանն արժանանում, այն որ Փաշինյանն ու Ալիևը լայն ժպտում են ու ձեռք սեղմում, այն որ Մեհրիբանն ու Աննա Հակոբյանն իր հետ նկարվում են, սրանք ես չեմ ուզում չտեսնելու տալ, բայց մյուս կողմից չեմ տեսնում հստակ քայլեր, մասնավորապես Ադրբեջանի կողմից։ Որևիցե ձևով, այսինքն չեն արվում քայլեր, որ Հայաստանում էլ այս Նիկոլ Փաշինյանի քննադատները կարողանան մի քիչ լռեն։ Ապա թշնամայնացման ուղղված քայլեր չեն արվում։ Կամ եթե արվում են, մենք չենք տեսնում։ Հիմա չգիտենք, կարող է արվում են, մենք լավ չենք հետևում։ Եթե գերիներ վերադարձվեն, դա ես կասկած չունեմ, որ առաջիկայում կասկած չունեմ, որ գերիներ վերադարձնելու են։ Ինչից է ելնում։
ելնում եմ այն իրավիճակից, որ այսօր կողմերը մտել են։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանը այնուամենայնիվ այո վերադարձնելու։ Իհարկե բոլորին չի վերադարձնելու, նրանց մի քանիսին ես կարծում եմ շատ դժվարությամբ են ընդհանրապես վերադարձնելու, բայց համոզված եմ, եթե իհարկե բան չփոխվի, եթե այս տեմպերով գնա, եթե Հայաստանը կատարի Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջները, իսկ մենք գիտենք, որ դա Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջներն է, դա ավելին ասեմ, դա ուղղակի Թուրքիայի պահանջն է, որ այսօր Ադրբեջանի բերանով է արվում, որ մենք պետք է մեր սահմանադրությունը փոխենք։ Չգիտես ինչու մենք շուտ մոռացանք, որ դեռևս 91 թվականին, երբ որ Թուրքիան 91 թվականի դեկտեմբերի 25-ին, երբ որ Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը, այդ հռչակագրում անկախության ճանաչման Թուրքիան հիշեցնում է մեզ Կարսի պայմանագիրը եւ հիշեցնում է մեզ անուղակի, որ անկախության հռչակագրում դուք տեքստ ունեք, կետ ունեք, որ մեր նկատմամբ տարածքային պահանջ ունեք եւ այդ մասին թուրքերը անդադար խոսել են եւ Հայաստանում սահմանադրության փոփոխությունը ինչքան էլ որ Փաշինյանն ու թիմը ներկայացնեն, որ դա Հայաստանի շահերից է բխում, դա Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջն է։ Հիմա այստեղ մենք ուրիշ բան կարող ենք քննարկել, ի վերջո ոչ ես, ոչ դու, մենք չունենք ներքաղաքական օրակարգ, մենք ընտրություններին չենք մասնակցելու վստահաբար։ Ոչ էլ ուզում ենք, որ մեզ չենք պաշտպանելու որևէ քաղաքական ուժի եւ ոչ էլ ուզում ենք, որ մեզ դրսում որ տեսնեն, ասեն, ես ինչ հայրենասեր մարդիկ են, Արցախ փրկողներ են։ Մենք այդ օրակարգ չունենք եւ պետք է ավելի անկեղծ խոսենք։ Այն ինչ որ ժամանակին ցավոք ես ու դուք չենք արել։ Ավելի շատ ես, որտեղ դուք ավելի երիտասարդ լրագրող եք։ Մենք չենք արել։ Հիմա ես լուսաբանել եմ այն անձանց այցը Շուշի, որոնք հռչակագիր էին ընդունում եւ այստեղ ՊՊԾ գունդ գրաված։ Ամեկ պլյուսում է աշխատում եւ մենք միակ լրատվամիջոցն ենք, որ ուղիղ էր տալիս դա։ Սա իդեպ այսպես։ Շատ հետաքրքիր, սա դա էլ շատ հետաքրքիր դեպքերի դեպք, որի մասին շատ չի գրվել, շատ չի խոսում, համենայն դեպս։ Ուզում եմ ասել, նաեւ քննարկման թեմա է, թե իրոք արդյոք պետք էր մեր անկախության հռչակագրում 90 թվականին այդպիսի ձևակերպումներ լինեն։ Այն ժամանակ։ Ես ձեզ անկեղծ եմ ասում եւ պարզ եմ ասում, տարիներ առաջ, 15, 20, 30 տարի առաջ, ես շատ նեղ շրջանակներում իմ շատ ընկերների հետ միշտ քննարկել եմ եւ ասել եմ, օրինակ, ճիշտ է, իրավական փաստաթղթի մեջ իսկ հռչակագիրը իրավական, չէ, իհարկե նաև քաղաքական փաստաթուղթ է, բայց առաջին հերթին իրավական փաստաթղթի մեջ պատմություն դնել։ Իդեպ սրան դեմ էր ժամանակին նաև Լևոն Տեր-Պետրոսյանը։ Բայց ի ժամանակ է դա մտցվել։ Փաստը նաև դա է։ Այո, որտեվ ինքը տեղի տվեց, որտեվ այդ քննարկումները ես շատ լավ հիշում եմ։ Ես շատ լավ հիշում եմ Ռաֆայել Իշխանյանի հոդվածները, թե ինչպես էր քննադատում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը, որ ասում էր չի կարելի նման բան անել։ Հիմա կարող է բառացի չեմ հիշում, բայց ասում էր, որ մենք ական ենք դնում։ Մենք ական ենք դնում։ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները ասում են Արցախյան հարցը ական էր մեր պետականության, անկախության տակ։ Ասեմ ինչու են դա ասում։ Մենք փակում ենք դա։ Նայեք, ասեմ դա ինչու են ասում։ Բերեք իրար չխառնենք այս ամեն ինչը։ Ես միտումնավոր Հա, բերեք իրենք, քանի որ իրենք պարտություն են կրել, ես մի քանի անգամ գրել եմ եւ հիմա էլ եմ ուզում ասեմ։ Փաշինյանն ու թիմը փորձում է ձևավորել հիշողության ձևավորման նոր քաղաքականություն։ Իրանք ամեն ինչ անելու են, որպիսի վարկաբեկեն Արցախյան շարժումը, համարելով որ դա սխալ էր։ Որովհետև եթե իրենք կարողանան, մանավանդ եթե կարողանան մի 5-10 տարի իշխանության մնան, եթե մնան իշխանության, իրանք ուզում են արմատավորել, որ այդ շարժումը շատ սխալ էր, մեր պետականության տակ ական էր, դրանով իսկ իրանք ոչ թե խոսում են Արցախյան շարժման մասին, այլ փորձելու են պարտությունը մեղմել։ Իրանց փորացավը դա է, հասկանում եք։ Իրենք այդ նպատակով են անում, որտեղ այդ մասին խոսացողները պիտի ուրիշ ժամանակ խոսեին, հիմա չպիտի խոսեին, իրանց իշխանության ժամանակ խոսեին։ Եվ ի վերջո պետք է հիշենք, որ իրենք են ասել Արցախ Հայաստանը եւ վերջ։ Հիմա երբ որ շատ այս մասին հիշեցնում եմ ինձ Նիկոլ Փաշինյանի պաշտպանները շատ քննադատում ասում են դե զահերիկ բոլեղ ավելի, ներողություն ենք խնդրել, կներեք, ի՞նչ է նշանակում ներողություն ենք խնդրել։ Դուք մի ամբողջ ազգի տարել եք աղետի,
մահվան բերանն եք, դա ինչ է նշանակում ներողություն են խնդրել։ Դա այնպես չի, որ բան չի, կռիվ չի, որ հա ներողություն խնդրեցիք, գնանք, դա պատմություն է, դա պատմության խարան է։ Դրանով դուք կանգնելու եք պատմության հետ, պատասխանատվության պատի տակ եք դուք կանգնելու։ Այս նպատակով է արվում եւ շատ այլ բաներ է այս նպատակով արվում։ Ուղղակի մեղմել պարտությունը, փորձել հանրության մեջ ստեղծել տպավորություն, դե լավ էլի, դե իրոք էլի, դե մեր ինչներին էր պետք էլի։ Բայց ես ուզում եմ մի ուրիշ բան ասել, որ այո, մենք պետք է այդ հարցը տայինք այն ժամանակ եւ հիմա տանք։ Մենք կարող էինք Արցախը Հայաստանին միացնել, թե ոչ։ Եթե մենք նման նպատակ էինք դրել, եթե անգամ դա ճիշտ էր, եթե անգամ Փաշինյանն ու թիմը դավաճաններ են, ենթադրենք այդ թեորիան ենք վերցնում, ինչպես 5 միլիարդը վերցրել են եւ հանձնել են տալիս։ Եթե նույնիսկ համարում ենք, որ դա է արվել, իսկ նախորդ դրա տարիներին ինչ է արվել, որ մենք պահենք այդ տարածքները։ Պետության ռեսուրսների մսխում է արվել։ Իհարկե, սա է իմ ասած։ Այսինքն մենք պետք է հաշվարկ անեինք, կամ չենք սկսում, կամ եթե սկսում ենք, ուրեմն պետք է ազգովին տասնամյակներ եւ ոչ միայն հայաստանցիներն ու արցախցիները, հասկանում ես, նաեւ ամբողջ Սփյուռքը պատրաստ լինեինք դրան, բայց ես հիմա մի հատ թիվ ներկայացնեմ։ Մենք սիրում ենք կրկնել, որ Իլհամ Ալիևի հայրը եւ Հեյդար Ալիևի նախորդող Ադրբեջանի, խորհրդային Ադրբեջանի կառավարիչները ամեն ինչ արել են, որ Ղարաբաղում հայերի թիվը պակասի, ադրբեջանցիների թիվը ավելանա։ Ես այդ շրջանի ուսումնասիրող եմ եւ այո, ես գտնում եմ, որ ճիշտ է, դրա մեջ կա ճշմարտություն։ Խորհրդային ամբողջ ընթացքում Ադրբեջանը փորձել է Ղարաբաղի հայերի թիվը կրճատել, ադրբեջանցիներին ավելացնել։ Եվ երբ որ նայում ենք մենք մարտահամարները, խորհրդային 26 թիվ 39, 6 մարտահամարները 26, 39, 59, 70, 79, 89, 6 մարտահամարների տվյալներով մենք տեսնում ենք այդ տարբերությունը, ադրբեջանցիները աճում են, հայերի թիվը աճում է, բայց շատ քիչ է աճում, հա։ Լավ, ընդունեցինք, որ սա ճիշտ էր։ Բա եկեք մի հատ 91 թվականից հաշվենք, որ էլ Ադրբեջանը չէր կառավարում։ Քանի հայ էր ապրում Ղարաբաղում եւ քանի հայ էր ապրում միջև պատերազմի սկիզբը։ Եթե չեմ սխալվում, 1000-ով նվազել է։ Սա ինչ է նշանակում։ Հիմա էլ հո Ալիևները չէին իշխում։ Այդ ժամանակ Ղարաբաղում իշխում էին Ռոբերտ Քոչարյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը եւ Հայաստանում Լևոն Տեր-Պետրոսյանը եւ անունները։ Այսինքն սա նշանակում է, որ մենք ոչինչ չենք արել, որպեսզի մեր այդ միացումը իրականություն դարձնենք։ Այս սրա մասին պետք է մենք խոսենք։ Շատ լավ, նաեւ հետաքրքիր է հետեւյալ հարցը, երրորդ հանրապետությունից անցում 4-րդ հանրապետություն, սա ՔՊ-ի այս համագումարի դրված հարցերից է եւ նրանք հռչակել են այս նպատակին հասնել նախ հաղթել ընտրություններում 26-ի ինձ հետաքրքիր է կկարողանան թե ոչ։ Կարծում եմ այո։ Եթե Ռուսաստանը չմիջամտի, եթե Ռուսաստանը չուզենա, կարողանալու են։ Իմ կարծիքով այսօր միակ բանը, որ կարող է սցենարը ֆորս մաժոր լինել, դա Ռուսաստանի միջամտությունն է։ Եթե Ռուսաստանը որոշի, որ կոշտ միջամտում է, կարող է այլ բան լինել։ Ուղղակի Ռուսաստանը չմիջամտեց, երբ որ այսպես ասած Թրամփյուղի ստեղծվեց եւ նոյեմբերի 9-ի 9-րդ կետի համաձայն ԱԴՑ-ի զորքերը չեն կանգնի այնտեղ, հա, եւ չմիջամտեց, երբ որ Արցախից դուրս էր գալիս։ Բան չունեմ ասել, սա իդեպ ուղղակի, բայց դա չի բացառում հաջորդ միջամտել։ Դա չի բացառում, այո։ Տեսեք, մի քանի հարցեր էլի, այս հանրապետությունների փոփոխության լոգիկան ինքը ֆրանսիական պետությանն է հատուկ, բայց դա ենթադրում է նաև պետականության հիմքում դրված սկզբունքների, հիմնադրույթների արմատական փոփոխություն։ 91-ով արդեն խոսեցինք Արցախյան շարժում միացում գաղափարի հիման վրա, նաև անկախության հռչակագիրը դուք բերեցիք, որտեղ կար նաև ցեղասպանության միջազգային օրակարգի սատարել Հայաստանի պետության կողմից Օսմանյան կայսրությունում եւ Արևմտյան Հայաստանում։ Փաշինյանը ասում է փակում ենք այս թեմաները, որովհետև պարտություն են կրել, դա կոնֆլիկտացիներ, դա ռումբ էր, դա մեր հարևանների դեմ, այսպես ասենք, պատերազմական կամ առճակատումային տրամաբանություններ ԽՍՀՄ հայրենասիրության մոդելի դրսևորում, անցնում ենք այլ ռեժիմի։ Ըստ էության տնտեսական հարաբերություններ,
Գևորգ Պապյանը այստեղ էր էկոնոմիկայի նախարար, ասում էր փող աշխատելու, հա, հիմա այսպես ասենք հարաբերություններ փորձենք ստեղծել, հատկապես երբ որ Թրամփի վարչակազմն է, որը փողը գերադասում է շատ բաներից, ասենք, էլի, եւ նա այստեղ պատրաստ է որոշակի ներդրումներ անել, ինչ որ հեշտացնել հայերի եւ ադրբեջանցիների շփումը ապաշրջափակման հարցում որոշակի վստահություն առաջացնել։ Արդյոք ձեր կարծիքով սա է այն գլոբալ եզրակացությունը վերջին 5 տարվա աղետներից հետո, որ մեր պետությունը պետք է կատարեր։ 44-օրյա մեկնարկը մի քանի օր առաջ էր, չէ՞, սեպտեմբերի 27, հրաժարվել, այսպես ասենք, երրորդ հանրապետության բովանդակությունից եւ սկսել նոր կյանք։ Հնարավոր է դա արդյոք։ Դա այն է, ինչ որ ուզում է անել այս իշխանությունը։ Դա այն է, որ ինչ իրենք ուզում են, նախքան այս մասին խոսելը։ Կներեք, այս որ ես թվարկում եմ, սրան զուգահեռ խնդրում եմ դուք լսեք ընդդիմության հարցականները այս սխեմայի նկատմամբ եւ քննադատությունները եւ կասկածները։ Դրանք չշարադրեմ, բոլորս գիտենք։ Միջև Նիկոլ Փաշինյանի 4-րդ հանրապետության մասին խոսք, այդ մասին նաեւ ասեմ, որ ընդդիմադիր գործիչներ են այդ մասին խոսել։ Դրանցից մեկը օրինակ Սամվել Ֆարմանյանն է, ով առաջիններից մեկն է, որ գրել է հետևյալը, էլի մոտավոր եմ մեջ բերում, որ Հայաստանի երրորդ նա չի խոսում 4-րդ հանրապետության մասին։ Ինչու եմ պարոն Ֆարմանյանին ասում, որտեղ ինքն է մի քանի անգամ հետևողականորեն նաև ինձ տված հարցազրույցում մի տարի առաջ մոտավորապես եւ նաև իր գրառումներում եմ ես դա նկատել, ինքը չէր ասում 4-րդ հանրապետության ստեղծում, դուք գիտեք ինքը ինչպես է քննադատում պարոն Փաշինյանը, շատ կոշտ ձևով, հա, ինքը ասում էր, որ երրորդ հանրապետությունը այլևս գոյություն չունի եւ նրա հետ ես համաձայն եմ։ Եվ այդ գաղափարը ես էլ եմ շարունակել իմ հոդվածներում, իմ գրություններում, իմ զրույցներում։ Այո, 3-րդ մենք չենք ասում 4-րդ հանրապետությունը լավական վատ, բայց 3-րդ հանրապետությունը չկա, որովհետև չկա նրա գաղափարական հենքը։ Նրա գաղափարական հենքը ո՞րն էր։ Նրա գաղափարական հենքը Արցախյան շարժումներ ու Արցախներ, Ղարաբաղներ, հիմնականում եւ Արևմտյան Հայաստանի երազանքն էր։ Այսինքն երկու բաներ, որ իրավամբ մեր երկու հարևաններին թույլ չեն տալիս, որ մեզ լավ աչքով նայի, մեղմ ձևակերպում տամ։ Ուզում եմ ասել, որ այս խոսակցությունը միայն Նիկոլ Փաշինյանը ԿՊԱ-ականներին չէ։ Ճիշտ է, ամեն մեկը իր տեսանկյունից է սա ներկայացնում։ Եվ իր սկզբունքներն է մեջտեղ բերում, չէ՞, այսինքն, չգիտեմ, անունը ինչ ուզում ենք դնենք, 4-րդ հանրապետություն թե 3-րդ հանրապետություն, չգիտեմ։ Եվ այստեղ գլխավոր հարցը հետևյալն է, եթե նույնիսկ նոր սահմանադրություն է ընդունվում, որտեղ անկախության հռչակագրին հղում եւ այլն չկա, այսինքն բայց մենք արդյոք չենք, որ չի փոխվելու դա, մոռացեք, դա փոխվելու է։ Փոխվելու է։ Սահմանադրությունը փոխվում է հենց այդ նպատակով։ Չէ, նկատում եմ ուզում եմ նաեւ կարևոր հին բեռը չենք ժառանգելու։ Այո։ Այդ այսպես կոչված երրորդ հանրապետության խնդիրները արդյոք չի մտնելու այս 4-րդ հանրապետություն։ Կախում ունի նրանից, կախում ունի արդեն տարբեր հանգամանքներից Հայաստանի այս իշխանությունները, այո, համակերպվել են, ընդունում են, որ Հայաստանը 29743 քառակուսի կիլոմետր է ու վերջ։ Եվ իրենք այո, դրան պատրաստ են։ Ուրիշ բան, հիմա Ադրբեջանն ու Թուրքիան էլի պահանջներ կդնեն, թե չեն դնի։ Ես կարծում եմ, որ էլի պահանջներ են դնելու եւ խոսքը եւ նրանք դնելու են զուտ այն պատճառով, որ իրանք զգում են, որ Հայաստանը պատրաստ է անդադար զիջումների գնալու։ Այդ դրա համար էինք ասում, որ պետք է փոխզիջումների գնալ հաղթած ժամանակ, որ ինչ որ բան ունենայինք տալու։ Հիմա էլ տալու բան չունենք, արդեն սկսել ենք սիմվոլները տալ, որտեղ էլ տալու բան չունենք։ Եւ ես չեմ բացառում, որ օրինակ ես որևէ ներքին ինֆորմացիա չունեմ, ուղղակի ենթադրում եմ, որ կարող է հաջորդ ապրիլ 24-ին ուղերձը բոլորովին այլ լինել։ Եթե մենք նայում ենք պարոն Փաշինյանի 18 թվականից մինչև 20-25 թվականի հայոց ցեղասպանության այդ հիշատակի օրվա առիթով իր ուղերձները, նույնիսկ կարծեմ ազատության մեր գործընկերներն են այդպիսի նյութ պատրաստել, մենք տեսնում ենք, թե ինչ փոփոխության է կրել, չէ՞։
Հիմա ես չեմ բացառում, որ այս անգամ շատ ավելի արմատական փոփոխության կընթարկվի։ Ուզում եմ ասել, որ չմտածենք, որ ուրեմն խաղաղություն ասելով խաղաղությունը գալու է կամ հալվա ասելով բերաններս քաղցրանալու է։ Նրանց տրամաբանությունն այն է, որ եթե մենք հրաժարվում ենք այսպես ցլերին կատաղեցնող կարմիր գույնը անընդհատ ցույց տալու, ցլերը կխախանվեն։ Դե դրա մեջ տրամաբանություն իհարկե կա։ Այո, դրա մեջ տրամաբանություն կա։ Ես դա չեմ ուզում ասել, որ դա չկա, իհարկե կա, բայց չեմ բացառում, որ այնքան էլ լավատես չեմ, որ խաղաղությունը շատ շուտ գալու է։ Բայց կրկնում եմ, չեմ քննադատում եւ չեմ քննադատելու Վաշինգտոնյան պայմանավորվածությունները։ Ոչ թե նրա համար, որ դա շատ լավն է, չէ, դա շատ վատն է։ Դա սարսափելի է։ ԿՊԱ-ականներն ու Փաշինյան ուրիշ ձև են, չէ՞, մեկնաբանում, հաղթանակ են տալ։ Դա շատ վատն է։ Ուղղակի կրկնեմ այն ինչ որ 1000 անգամ ասել եմ։ Եթե սա էլ չլինի, մյուսը շատ ավելի վատն է լինելու։ Այսինքն էլի հիշեցնեմ, երբ որ 2020-ին ասում էին կապիտուլյացիա է բանալ ստորագրել, այ կապիտուլյանտ, չէ, հիշում եք, չէ։ Հիմա այդ այ կապիտուլյանտներ ասողները այդ փաստաթուղթը Աստվածաշնչի տեղ են օգտագործում։ Կպել են դրան ու փոք չեն գալիս։ Մի հատ բարձր այդ բանի քննադատների նայեք նա։ Տեսեք ինչ էին անում այդ ժամանակ։ Ես այս ինչու հիշեցի, ոչ թե որ իրանց քննադատեմ, չէ։ Ուղղակի ուզում եմ ասել, որ այսօրվա այդ նույն քննադատները, որոնք հիմա էլ Վաշինգտոնն են քննադատում, չէ։ 2029-ին են նույնն անելու, երբ որ ավելի վատ դրվի սեղանին։ Ես այս մտահոգությունից ելնելով է, որ ես չեմ արժեզրկում, չեմ քննադատում Վաշինգտոնյան պայմանավորվածությունը եւ այո, համարում եմ, այս պայմաններում դա մաքսիմալ հնարավորն է, որ մենք կարող ենք ստանալ։ Ճիշտ է, իշխանությունները շատ սիրուն են ներկայացնում, որ դե ամեն ջանք թափել, եւ իրոք, ես կարծում եմ մեծ աշխատանք են տարել։ Ես դա էլ չեմ ուզում թերագնահատել։ Ես չեմ ուզում թերագնահատել պարոն Արարատ Միրզոյանի աշխատանքը։ Անկեղծորեն եմ ասում։ Եվ ես համարում եմ այն մարդկանցից մեկը, որը գլուխը կախ շատ դժվար պայմաններում աշխատում է։ Շատ դժվար պայմաններում։ Պոպուլիզմ օրինակ նրա աշխատանքում եւ ռետորաբանությունում չես նկատի ընդհանուր ներհայաստանյան բանը։ Շատ ճիշտ եք ասում։ Ասենք դաշնակցականները երբ որ բանավիճում է արժեում, դասական ԿՊԱ-կանի բանավեճ չի, որ ամբողջությամբ ընդունում եմ, մենակ մի բան եմ անընդունելի համարում պարոն Միրզոյանի բառապաշարի մեջ, նա անընդհատ մեղադրում է բոլորին մանիպուլյացիայի մեջ, որտեղ մանիպուլյացիայի մեջ առաջին հերթին ԿՊ-ի նման մանիպուլյատիվ իշխանություն մենք չենք ունեցել ու չենք էլ ունենալու։ Կարող է իրեն տարանջատում է թիմակիցները։ Չգիտեմ, բայց ամենայն դեպս ես իր աշխատանքը շատ բարձր եմ գնահատում։ Այս տեսանկյունից է, որ ես ասում եմ, ես չեմ ուզում քննադատել այդ Վաշինգտոնյան պայմանավորվածությունները, որովհետև մենք չգիտենք դա կյանքի է կոչվելու թե չէ, եւ մենք չգիտենք 2020, եթե այս մեկն էլ չիրականանա ինչպես 2029-ը չիրականացավ, հա, հաջորդ փաստաթուղթը ինչքան վատն է լինելու։ Դրա համար է որ չեմ քննադատում։ Շատ լավ, իսկ որ դուք համոզված եք, որ եթե Ռուսաստան չմիջամտի, Փաշինյանը 26-ին կհաղթի, ձեր համոզմունքը ինչից է գալիս։ Նաև այսպես թերահավատություններով, քննադատություններով լի Փաշինյանի այս քաղաքականության կամ առաջարկած 4-րդ հանրապետություն, իրական Հայաստան, օգոստոսի 8 եւ այլ, ընդդիմությունը չի կարողանում մի քանի հանգամանք ալտերնատիվ բերել եւ օրինակ այդ շատ լավ բան նշեցիք, պարոն Արծվիկ Մինասյան օրեր առաջ այստեղ էր եւ ասում է Փաշինյանը պետական դավաճանություն է գործել եւ դիմել եմ դատախազություն եւ այլն, որոնցից մեկը նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումն է, բայց ասում է պարոն Մինասյան, դուք եք ասում վերադառնանք այդ փաստաթղթը։ Այո, ես դա եմ ասում, աստվածաշունչ են դարձել։ Դուք արդարացնում եք նրան այդ դավաճանություն կամ պատրաստում եք շարունակել այդ դավաճանություն։ Կներեք, ես պետք է չոր նայեմ, էլի փաստեր։ Ինչու է Փաշինյանի հաղթանակը ձեզ հավանական թվում այս պարագայում։ Մի քանի հանգամանք կա։ Հանգամանք առաջին, որ բոլոր իշխանությունների ժամանակ սա կա, իշխանական ուժը միշտ էլ հաղթելու ավելի մեծ հնարավորություններ ունի, որովհետև նրա ձեռքում են իշխանական ռեսուրսները։ Դուք մի հատ պատկերացրեք, դա ինչ է նշանակում։ Ես այն օրը նայում էի ԿՊ-ի համագումարը։ Անկեղծորեն եմ ասում, ճիշտ նույն ՀՀԿ-ի համագումարն էր։ Ճիշտ նույն Կոմկուսի համագումարն էր, այդ որ լցվածը բոլորը ծափ են տալիս, չէ։ Այն ժամանակ չգիտեմ նայել ես թերթերը թե չէ,
Այն ժամանակ բաներ էին գրում, երբ որ սովետական Հայաստանը տպում էր, այնտեղ գրում էին, որ ելույթ էր ունում, ասեն Կարեն Դեմիրճյանը կամ բան, ծափահարություններ, բուրն ծափահարություններ, օվացիաներ։ Այդ էլ էր նկարագրում։ Ուզում եմ ասեմ, որ այսինքն տեսնելով այդ բանը, այդ դա մեքենա է։ Դե կուսակցությունը տվյալ անձի շուրջ է կառուցված, դա մեքենա է, դա մեքենա է եւ մարզպետարաններով, քաղաքապետարաններով, տարբեր ձևերով իրանք իհարկե ստարտային իմաստով համարեք, որ իրանք ունեն պլյուս առնվազն 10% ձայն։ Այսինքն իրանք երբ որ գնում են ընտրությունների, եթե ընդդիմությունը ունի այդ օրը 0 ձայն, իրանք ունեն պլյուս 10% ձայն։ Այդ վարչական ռեսուրսն է։ Թող հեքիաթներ չպատմեն։ Այդ վարչական ռեսուրսը բոլոր իշխանությունների ժամանակ օգտագործել։ Սա մեկ։ Երկրորդ հանգամանքը ընդդիմությունը չի կարողանում օրակարգ թելադրի։ Եվ ցավալիորեն քարշ է գալիս Նիկոլ Փաշինյանի օրակարգերի հետևից։ Կներեք այդ քարշ գալ բառը համար, բայց այդպես են ես տեսնում։ Ես չեմ տեսել այս տարիների ընթացքում մեր ընդդիմությունը մի հատ հարց բերի օրակարգ եւ դրա շուրջ հանրային մեծ բան լինի, բայց Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր ելույթից հետո, եթե այդ ելույթը չգիտեմ վերաբերում է Արցախ, Ադրբեջանը եւ վերջ, հա, այնպիսի մի մեծ, այսինքն Նիկոլ Փաշինյանը օրակարգ է թելադրում եւ այդ օրակարգի հետևից ստանում է ընդդիմությանը եւ այս բանում ընդդիմությունը պարտություն է կրում։ Սա էլ մեկ, այսինքն եթե ավելի բան անեմ, ավելի մի հատ ուրիշ ձևակերպում տամ, որ իմ ընկերներից մեկի Վարդան Հարությունյանի ձևակերպումն է, ասում է հայ ժողովուրդը ուրեմն ընտրություն է կատարելու մերժվածների եւ պարտվածների միջեւ։ Դե պարտվածները Փաշինյանն ու թիմն է, մերժվածները Քոչարյանը եւ մյուս ընդդիմությունն է։ Եվ ժողովուրդը մտածում է ում ընտրի, մերժվածներին թե պարտվածներին։ Քանի որ որոնց ինքն է մերժվել, պարտվածներ ում հետ ինքն է պարտվել։ Այո, որովհետև նաև հիշենք, որտեղ այդ պարտվածներին ինքը ինչու է ընտրում, որտեղ ինքը էլ օթում չի, ինքը գետնի վրա է, ինքը հասկանում է, ինքը կարող է շարունակի ասել, որ Թուրքին անիծի, չգիտեմ, ասի հա մի օր էլի վերադառնալ, բայց ինքը իր հոգում հասկանում է, որ այս պահին խաղաղություն է պետք, այլ ընտրանք չկա։ Իսկ ընդդիմությունը ինչ առաջարկում, բան չի առաջարկում եւ խաղաղություն է առաջարկում։ Հա, բայց դե դա բան է, լավ բառակապակցություն է միայն։ Ինչ է նշանակում արժանապատիվ։ Կարող է ես ու դու չենք ուզում։ Մենք չենք ուզում արժանապատիվ, այն էլ ոնց ենք ուզում, բայց պետք է հասկանանք դա հնարավոր է թե հնարավոր չի։ Եվ այստեղ էլ է պարտվում։ Այսինքն մի քանի բաներում, ճակատներում ընդդիմությունը պարտվում է։ Եվ այդ իմաստով ես կասկած չունեմ, որ Փաշինյանը այո հաղթելու է ընտրությունը։ Ես ասեմ, որ ես իհարկե իրան չեմ ընտրելու, պարզ ասում եմ, եւ տպավորություն չստեղծվի, որ եկել եմ, ասեմ ինք հաղթելու է, ես ոչ պարտվածներին եմ ընտրելու, ոչ մերժածներին։ Ասեմ ձեզ ընդդիմադիր տարբեր գործիչներ, որ այստեղ գալիս են կուլիսներում, էլի դա են ասում, ուղղակի եթերում չեն ասում։ Ինչու չեն ասում։ Դե որովհետեւ իրենք չեն կարող իրենց ընտրողներին նման բան ասել, որ դուք գործ ունեք։ Այսինքն ընդդիմադիր գործիչները եւս ասում են, որ ոչ բոլորը իհարկե, բայց Փաշինյանը շանս ունի հաղթելու։ Եթե ոչինչ չփոխվի, այսպես մեծ ինչ որ հուշկու ինչ որ հակահարված չլինի, այս իրավիճակում եւ ամենակարևոր մի հատ բան կա, որի մասին նույնպես պետք է խոսենք, պատմականորեն Ռուսաստանի վարկանիշը այսօր Հայաստանի հանրության մեջ, հանրության, ոչ քաղաքական էլիտայի, քաղաքական էլիտային մի կողմ եմ դնում, պատմական մինիմումի վրա է։ Իհարկե մենք ունեցել ենք այդպիսի այլ շրջաններ, երբ որ հանրության մեջ հակառուսական տրամադրությունները, սա խոսքը ռուս ժողովրդի մասին չէ, քաղաքականության մասին է։ Հակառուսական տրամադրությունները այսքան բարձր լինեն։ Այսպիսի իրավիճակներ, բայց այսքան հակառուսական եղել է Կալցո օպերացիայի ժամանակ, եղել է 1920 թվականի, երբ որ բոլշևիկներն ու քեմալականները բզկտում էին Հայաստանի Հանրապետությունը, եղել է հայկական դպրոցների փակման ժամանակ այդ ռեակցիայի շրջանում, երբ որ եկեղեցու ունեցվածքն էին բռնագրավում, եւ այս պայմաններում, երբ որ Ռուսաստանի ուրեմն անունը այսքան ցածր է հայ ընտրողի համար, հա, ընդդիմությունը դեմոնստրատիվ կերպով Պուտինը քարոզում, հասկանում եք։ Ես չեմ ուզում քննարկել Պուտինը լավն է թե վատ, բայց երբ որ ընտրողների մեծագույն մասը համոզված է, ընդունելով որ Նիկոլ Փաշինյանի պատասխանատվության մեծ բաժին, բայց որ համոզված է,
որ տեղի ունեցել դավադրություն եւ ռուսները մեզ չեն պաշտպանել, իրենց պարտավորությունները չեն կատարել, Թուրքիայի հետ միասին Ադրբեջանի հետ են եղել, այս ամեն ինչ հաշվի առնելով դու ոչինչ չասես այդ մասին, դա էլ է աշխատում Փաշինյանի օգտին, հասկանում եք։ Այսինքն բազմաթիվ հանգամանքներ կան, բայց բավական է, որ երրորդ ուժ ձևավորվի, որը կկարողանա օրակարգ առաջ բերել, օրակարգ, եւ գիտեք, իշխանությունները մի գիշերվա մեջ կարող են հեռացվել։ Մի ամենատխուր օրինակը բերեմ։ Բայց եթե մարդիկ իմանան, որ սրանից վատ չի լինելու, իրենց ազատությունները չեն գողացվելու, դե գիտեք ինչ կա, իրենց գյուղի գյուղապետ ընտրելու հնարավորություն։ Մասիկ դա չեն կարող իմանալ։ Հիմա նույնը ես հարց տամ, եթե մարդիկ իմանային, որ մենք այս աղետն ու արհավիրքն ունենալու ենք, Փաշինյանին այդ ձև կգային, այդ ձևով Սերժին կմերժեն, ես կարծում եմ ոչ, մենք երբեք էլ չենք կարող իմանալ, թե ինչ իշխանություն է հետագայում գալու։ Մենք դա չենք կարող իմանալ, բայց եթե գա երրորդ ուժ, որը կկարողանա լավ օրակարգ, այլընտրանքային օրակարգ առաջարկել, իշխանությունները այնքան միանգամից են հեռանում։ Ես ուզում եմ բերել ոչ մի ձևով չարդարացնելով բռնությունն ու տերորը, ոչ մի ձևով արդարացնելով, որտեղ դա անընդունելի բան է, հատկապես մեզ լրագրողներիս համար, բայց ուզում եմ հիշեցնեմ 89 թվականին նայեք կադրերը, երբ որ 5 օր առաջ, երբ որ իր մահվանից 5 օր առաջ Չաուշեսկուն ժողովրդի մոտ որ դուս էր գալիս խոսում էր։ Էլի ժողովուրդը հրապարակում է եւ ինքը ելույթ անում եւ առաջին անգամ չի հասկանում, տեսնում է, որ ժողովուրդը արդեն իրան հայհոյում է, իրան չի ընդունում եւ դա իր համար բան է, իր համար անհասկանալի է։ 5 օր հետո այդ մարդը այլևս չկար, ոչ միայն իշխան, ինքը այլևս չկար, կրկնում եմ, ես զուգահեռ չեմ ուզում անցկացնել, ուղղակի ուզում եմ ցույց տալ, որ իշխանությունը այդքան հեշտ կարող է հավերժ չի, բայց ինչու ենք հասնում Չաուշեսկուին, չէ՞ որ մենք ապրել ենք Մերժիշ Սերժին այդ շրջանը, այդ ժամանակ էլ էր, չէ՞, 5-10 օրվա ընթացքում այդ ամենը եղավ, որը հիմա հանրապետականները ամեն ձև փորձում են ներկայացնել որպես ինչ որ աշխարհի դավադրություն եւ Նիկոլ Փաշինյանին բերել են։ Իշխանագողություն, հա։ Իրականում մենք ապրել ենք այդ օրը, տեսել ենք ինչա տեղի ունեցել։ Տեղի ունեցել պարզ մի բան։ Ժողովուրդը զզվել էր այդ իշխանություններից նախորդ 20-25 կամ չգիտեմ 30-40 տարիներից եւ հանկարծ հայտնվեց մեկը, հավատաց այդ մեկին, հավանաբար սխալվեց, ոչ թե հավանաբար հաստատ սխալվեց, հա։ Եվ 5 օրվա ընթացքում Սերժ Սարգսյանը հեռացավ։ Սա է տեղ։ Եվ նույնը կարող է տեղի ունենալ Նիկոլ Փաշինյանի հետ, եթե գա այլընտրանքային մի լավ տեխնացի։ Եկեք պայմանավորվենք, որ ոչ թե մեզ պարտված չենք համարելու, այլ հետևելու ենք իրադարձություններին։ Չէ, մեր գործն է հետևել իրադարձություններին, այո։ Կհյուրընկալենք սիրով, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ եւ ասեմ, որ շատ տպավորված էի ձեր նոր տաղավարով։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Factor TV-ում հյուրընկալել ենք Թաթուլ Հակոբյանին։